Ինձ հետաքրքիր է հավելասնունդները, շատ մանրամասն ուզում եմ դրանց մասին խոսես, որովհետև կան մարդիկ, որոնց ես նայում եմ, ինձ թվում է, որ իրենք միանշանակ հավելասնունդներով են այդ իրենց մկանները լցրել, չգիտեմ, տենց գեղեցկացել, բայց իրենց հարցնում եմ, ասում են, չէ, ես մի գրամ ոչինչ չեմ ընդունել, այս ամբողջը պարապմունքների արդյունքում է լինում։ Okay, ես sense ասեմ ձեզ մի անգամից, որպեսզի բարձր նարագի մեջ, եթե նկատի ունեք իմ ձևա, թե սովորական ձևա, sense ասեմ ձեզ դարբերությունները, գոյություններ Իսկ երկու ոնց բան։ պետք է Էսա բացատրեմ լրիվ, նայեք, մենք այս ոլորտի մեջ ունենք հավելասնունդներ, փոշիների տեսքով կամ հապերի տաբլետկեքի տեսքով եւ ունենք հորմոնները, ստերոիդները, որ գոչվում են, okay, էսա կբացատրեմ մեկ-մեկի տարբերությունները ոնց են եւ ինչ համար աշխատում։ Ինչ որ հավելասնունդ է, դրանցից ոչ մի վտանգ ինքը չի ներկայացնում։ Իհարկե, եթե չունեք դուք լիարտի խնդիր կամ երեգամների խնդիր, սենց ասեմ, ինչ որ ասում են կրեատինը օրինակ երեգամա փչացնում, ես ասում եմ այդ նույնն է, ինչ որ դու մի հատ պարասետամոլ ես խմում։ Տարբերություն չկա։ Okay, դրանցից վտանգ չի ներկայացնում, որովհետև իրանք ամենաշատ հետազոտան ենթագա հավելասնունդներն են, որ ամեն շաբաթ կարող ամենամիս հետազոտությունների մեջ անցնում են Իրանք դրա համար գոչվում են հավելասնունդ, այսինքն դու երբ որ սնունդով չես լրացնում ինչ որ մի բան, ավելացնում ես դա։ Դրա համար գոչվում է այդպես։ Այսինքն այդ պրոտեին, որ ասում են սպիտակուցային փոշին, որ գա շիճուկը, օգտագործում ես նրան երբ, ասենք երբ դու օրվա ռացիոնդ չլրացրեցիր սպիտակուցի, այդ փոշին խմի։ Քեզ օրական պետք է, չգիտեմ 100 գրամ սպիտակուց, գերար 75-ը, չես հասցնում ուտես։ Ես չգիտեի։ Դա հավելասնունդ է։ Կրեատինը նույնն է, ինչ որ գոյություն ունի, ասենք մսի մեջ, կանոյի մսի մեջ։ Դե հաստատ մենք չենք կարող այդքան միս ուտենք, ինչքան որ ասենք մեզ պետք է մեր մարմնին կրեատինը, օրինակ, ավելացրեցինք դրանով, օքեյ։ Նույնը գալիս է դրանց մեջ օմեգա 3-ը, fish oil-ը, ծգանյութը։ Նույնն է, ինչ տարբերություն։ Էլի